Պարոն Ալեքսանյան, Իշխան Սաղաթելյան այսօր հայտարարեց, որ իրավիճակը դահլիճում լարվեց այն բանից հետո, երբ իրենք ցեղասպանության թեմայով նախագծի մասին բարձրաձայնեցին։ Այդպես է թե չէ։ Կատարյալ սուտ է, ուղղակի այն աստիճանի սուտ է, որ չգիտեմ էլ ինչ է, ուղղակի լայվը հետ տվեք, նայեք։ Իրանց խմբակցության ներսում երկու հոգի վիճում են, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նկատողություն անում, ասում է, ոնց որ իրար հետ այդքան էլ հաշտ չեք, նստեք, կանգնեք, նստեք եւ այլն, այս թեմայով բանը։ Իշխան Սաղաթելյանը, որ այս վերջի 5 ամսվա մեջ երևի առաջի անգամ ազգային ժողով էր եկել, տեղից ինչ որ իրավիճակը լարում է, ու հետո sense մամուլով վերնագրեր է գնում սինխրոնացված ընդդիմադիր, կեղծ վերնագրեր, թե իբր ցեղասպանության ուրացման բանաձևով եւ այլն, տենց նախագիծ են իրանք, մեկ նախագիծը որ բերեն իրանք են դատվելու առաջին հերթին։ Էդ էլ ասեմ, էլի, որ հանկարծ հարց չմնա, իրանք են դատվելու, որտեվ բա իհարկե դաշնակցությունը ու հանրապետականը, բա որտեվ իրանց իշխանության ժամանակ է եղել, որ Ամերիկայի փոխնախագահ Ջո Բայդենը այդ ժամանակ փոխնախագահն էր հայտարարել, որ Հայաստանի Հանրապետության նախագահը իրենց խնդրել է, որպեսզի ցեղասպանությունը չճանաչեն, եթե ուրացում եք ուզում, պոզով պոչով կենթանի չի, այդ ուրացումը իրանց շարքերում է, իրանց մտքերում է, իրանց սրտերում է։ Ցեղասպանության տենց ուրացողների top 5-ը ու 10-ը հանրապետականի ու դաշնակցության top 5-ն ու 10-ն է որպես այդպեսին։ Այսինքն ու նաև շատ սինխրոնացված մամուլով այդ վերնագրերը, թե իբր այս թեմայով օրինագիծ կար ու դրանով էր պայմանավորված, միանգամից վարկյանական ձևով Դե ես էլ կարծում ցեղասպանություն ուրացողները նախկին ժամանակով չեն լինում ու իրանք կշարունակեն ցեղասպանությունը ուրանալ նաև ապագայում, բայց այնուամենայնիվ եթե բայց տևական ժամանակի այս խոսույթը կա, այսինքն իրենք էլ ձեզ են մեղադրում, որ Դե իրանք շատ բան են անում, հիմա կա փաստ ու կա իրանց ասածը, որը փաստ լինելուց բավականին հեռու է։ Փաստը Ջո Բայդենի հայտնի է տեսանյութն է, որտեղ ամերիկահայ երիտասարդը մոտենում է, ասում է, ես հայ եմ, ցեղասպանություն են, ասում է, մի վարքյան, այդ ժամանակ դեռ բավականին ավյունով լեցուն էր պարոն Բայդենը, ու ասում է, ձեր նախագահը ինձ խնդրել է որպեսի ես չճանաչեմ, մենք չճանաչենք ցեղասպանությունը, որտեղ դա կխանգարի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման։ Մեր իշխանության ժամանակ, ուզում եմ ֆիքսել, մեր իշխանության ժամանակ Ամերիկայի նախագահներին ոչ մեկը այդպես բան չի խնդրել, ու եթե հիշում եք, մեր իշխանության ժամանակա, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ճանաչել է ցեղասպանություն։ Բայց ինչի Արարատ Միրզոյանը այդ դեպքում ասում, որ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի Այո, մեր առաջնահերթություն, ճիշտ է, ասա, բացատրեմ, ինչ նշանակում առաջնահերթություն։ Առաջնահերթություն նշանակում չէ, ես թույլ տվեք իմ մեկնաբանությունը տամ, դուք հետո եթե դիտարկում ունենաք, խնդրեմ։ Առաջնահերթություն նշանակում է հետևյալը, որ երբ որ գնում ես ինչ-որ օտարերկրյա պետության ներկայացուցչի հետ հանդիպման, առաջին բանը, որ խոսում ես, քո առաջնահերթությունն է։ Այսինքն գնում ես, ասում ես ճանաչեք ցեղասպանություն։ Հիմա օրինակ մենք գնում ենք Ֆրանսիայի հետ հանդիպում ենք Ֆրանսիայի մեր ներկայացուցիչների, մեր առաջնահերթությունը հետևյալն է, օրինակ մեզ ինչ զենք կծախեք հարգելի ֆրանսիացի գործընկերներ։ Պարոն Ալեքսանյան, Հետո երբ որ գնում ենք Հնդկաստանի հետ հանդիպման, ասում ենք մեզ ինչ զենք կծախեք, հարգելի, չէ, մի վարքյան։ Շարունակում է պնդել, որ պետք է միջազգայինորեն ճանաչել Հայաստանի Հանրապետությունը իրավունք չունի դա։ Թուրքիան պետք է ընդունի հայոց ցեղասպանության փաստը, բայց այստեղ խնդիրը Հայաստանի Հանրապետությունը երբեք չի պնդել, որ Սերժ Սարգսյանը օրինակ նման բան ասել, Հայաստանի Հանրապետությունը Սերժ Սարգսյանը, չէ, մի վարքյան։ Դե հիմա մի վարքյան, ոչ Սերժ Սարգսյանը, ոչ Ռոբերտ Քոչյանը երբևիցե չեն պնդել, որ Թուրքիան պետք է ցեղասպանությունը ճանաչի, նոր լինի հարաբերությունների կարգավորում։ Իրանք պնդել են, որ պետք է լինի հարաբերությունների կարգավորում առանց նախապայմանների։ Բայց այս ընդդիմության մասով այս մի թեման բաց մնաց էլի, այս կներեք, որ ասում են թե դրա պատճառով լարվեց, սինխրոնացված կերպով ընդդիմադիր մամուլով այս կեղծ տեղեկատվության գնալը, որ ուղիղ հակասում ուղղակի լայվը բացեք, նայեք, տեսեք ինչից են խոսում այդ բանից առաջ, միջադեպից առաջ, ու տեսեք ինչա վարկյանական ուղղակի ռուսական մամուլը վերցրեց։ Ես տենց արագությամբ որ ռուսական մամուլը հայկական մամուլից բան վերցնի, ես ուղղակի ֆիզիկապես չեմ հիշում։ Պարոն Ալեքսանյան, բայց տեսեք ցեղասպանության հետ կապված Նիկոլ Փաշինյանը Սփյուռքում հայտարարեց, դեռ պետք է տեսնենք ինչպես է տեղ ունեցել, ինչ զոհերի թվի հաշվարկ եք անում ինչ որ պահի։ Ով էր անում։ Ասում եք պետք է զոհերի թիվը ով է կասկածի տակ։ Եթե ասում եք դեռ պետք է հասկանանք ինչ է։ Դե պետք է հասկանանք ինչպես է, օրինակ դուք չեք ուզում մենք հասկանանք թե ոնց է տեղի ունեցել։ Չէ, ամբողջությամբ չի տվել, օրինակ պետք է հասկանալ երեք թուրքերը ոնց եկան իշխանության։ Էս իմ կարծիքն եմ ասում, ինչ ասում հանկարծ չվերագրեք ինչ որ մենք։ Իմ կարծիքն եմ ասում, իմ ընկալմամբ պետք է հասկանալ երեք թուրքերը ոնց եկան իշխանության։
Դաշնակցությունը ոնց օգնեց երիտթուրքերին գալ իշխանության, ցեղասպանությունը կատարելուց անմիջապես առաջ։ Մեծ կապ ունի, պետք է հասկանալ մեր պատմությունն է, չէ՞, ժողովուրդ ջան։ Ոնց ինչ կապ ունի։ Թուրքիային իշխանություն վերես դաշնակցությունը։ Դուք չգիտեք, ձեր համար նորություն է։ Ձեր համար նորություն է դա։ Հաճիշտ ասած Դե չգիտեք։ տեսեք, հետո էլ ասում եք, օգնեց, չեմ ասում ամբողջությամբ ինքը արեց, բայց միանշանակ է, որ օգնեց, բայց իմ համար զարմանալի չի, որ չգիտեք, հենց դրա համար եմ ասում, պետք է ուսումնասիրենք ու խոսենք այդ մասին, որտեղ այո, դաշնակցությունը եղել է երիտթուրքերի, կարելի ասել կոալիցիոն գործընկեր։ Դաշնակցությունն է եղել այն ուժը հայկական Հայաստանի ներսից, հայերի ներսից այն ուժը, որը որ օգնել, աջակցել է երիտթուրքերին, Օսմանյան Թուրքիայում հասնել։ Դա ինչ է տալու, պարոն Ալեքսանյան, երթարենք դա բացահայտեցիք, դա ինչ է տալու, Ժորժը մեր պատմություն չէ, որ ուզենային կասեցնել, վաղուց կասեցնենք, չէ, ընդհանրապես պետք չի կասեցնելով, ասում պետք է Պարոն կասեցնել։ Ալեքսանյան, դուք երբ եք ստանձնել Վարդան Ղուկասյանի շահերի պաշտպանությունը։ Ես առհասարակ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ նաև որոշակի առումով զբաղվելու գործառույթներ ու լիազորություններ ունեմ, որը ստանձնել եմ ազգային ժողով։ Դե հիմա Վարդան Ղուկասյան, իհարկե։ Մարդը ասում է, որ Սերժ Սարգսյանը ուզում է իրան ու իր ընտանիքի նկատմամբ մահապործ, բայց չանհանգստանա։ Ոնց չի ասում։ Ուղիղ անուն չի։ Ասում է, ուղիղ վիդեո։ Հիմա որ միացնեմ։ Ներողություն կխնդրեք։ Դե ոնց չէ, դե որ չէ, ուրեմն չէ։ Վարդանքի ֆանատը չէ, պարոն Ալեքսանյան, որ ծոցագրպանում։ Ծոցագրպանում հեռախոս եմ պահում։ Հեռախոսում կա նաև հեռախոս։ Դե հենց հիմա չէ, կարամ ուղղակի search անեմ։ Հեռախոսումը ցավոք սրտի կան նաև ընդդիմադիր լրատվականների մի շարք էջ։ Իրավական կառույցները պաշտպանությունը ստանձնելու են Գյումրու քաղաքում։ Ես հույս ունեմ, որ այո։ Իվարքա։ Բայց դուք եք Վարդան Ղուկասյանին թալանչի, մարտասպան։ Ասում եք իր տեղը բան։ Դե եւ հիմա ամեն մի թալանչու պետքա սպանել կամ ընտանիքին պետքա սպանել։ Ժողովուրդ ջան, ես չեք ասում։ Ժողովրդավարական երկիր է Հայաստանի Հանրապետությունը։ Ես չգիտեմ, մարդը հրապարակային հայտարարություն անում, կարծում եմ դա պետք է, բայց 7 տարին ինչ կապ ունի միանցվա հայտարարությունը, ժողովուրդ ջան։ Դե հիմա ես ինչ անեմ, որ նոր անեմ։ Իվարքյան, հեսա ես կփորձեմ գտնել, բայց վստահ եմ, որ դուք եք կգտնեք, եթե ուզենա։ Վայ։ Որացած չենք, Վարդանի կակետ չէ։ Դե ժողովուրդ, տնեցեք ասում ոնց որ թե բաներ, ես էի Վարդան Ղուկասյանի, հրապարակ օրաթերթը ինձնից է բաներ անում, ոնց որ դուք չէիք հարգել հրապարակ օրաթերթ, որ գրել եք ընտրություններից առաջ ԿՊ-ի ներքին հարցումներով Սալիկ Մինասյանը 4-րդ։ Երբեք չի ունեցել ԿՊ-ի ներքին հարցում, որից Սալիկ Մինասյանը չլինի առաջ։ Դե ինչ։ Ինչը տեսակ, 17000 ռեկորդային ձայնը տեսակ, տեսակով է 4-րդը։ Ասենք ակնհայտ ֆեյքը տպել եք, մի հատ էլ ասում եք բան։ Ու պրիտոմ ԿՊ-ի ներքին հարցումներով չեք գրել, օրինակ դաշնակցության ներքին հարցումներով։ Այդ ձայները գիտենք Ինչպես ինչպես են հավաքվում։ են հավաքվում։ Ինչպես են հավաքվում։ Ինչ վարչական ռեսուրս։ Մի օրինակ, որ ծերանոցի ծերերին ստիպողաբար տանում էին Մարտուն Գրիգորյանի համար քվեարկելու։ Ծերերը մասնակցում։ Այո, այդ ծերերը Մարտուն Գրիգորյանի համար մասնակցում են ու ՀԺ-ից Հերմինեներ, չէ՞ որ լուսաբանեց, այո, ձեր գործընկեր լրագրողն է գնաց այդ ծերերին հարցրեց, ասեց, ձեզ ում են ասել որ քվեարկեք ու այդ ծերը ասեց որ Մարտուն Գրիգորյանին է։ Մամուլում տեղեկություններ կան, որ Բիբարոյի Վիգենի միջոցով ինչ որ ընտրակաշարքի մեխանիզմ է։ Մամուլում սոցցանցերում այդ տեղեկությունները։ Սոցցանցերում չի, չէ, եկեք ճշմարտությունը ասենք։ Անդիմադիր ամենա հետաքրքիր ֆեյքերից մեկը, որը հիմա վերանվանվել է, կարծեմ այդ ֆեյքը վարելու համար ժամանակին մի քանի հոգի ձերբակալվել էր։ Եթե չեք հիշում, ես ձեզ կարամ հիշեցնեմ, եթե չեմ սխալվում, Սաղաթելյան Արիկենք էին ձերբակալվել այդ կոնկրետ այդ ֆեյքը վարելու համար։ Հիմա այդ ֆեյքը ուղղակի անվանափոխվել է։ Ես ուրիշ ֆեյք էր, հիմա կարծում եմ իմ տպավորությամբ այդ ֆեյքը ուղղակի անվանափոխվել է ու նույն մարդիկ են իմ ընկալմամբ վարում, ովքեր այն անգամ գուցե չբացահայտվեցին։ Ու այդ կոնկրետ ֆեյքը, որ ԿՊ-ն ընտրակաշարք է բաժանում, 1000 ներողություն է, 1000 ներողություն է, կատարյալ աբսուրդ է ուղղակի։ Մի բերեք բան արեք մարդկանց բան գցեք։ Եթե ինչ որ մեկը տենց պնդում է անում մարդ իր դեմքով, ով պատրաստ է այդ պնդումը անի իր դեմքով, ով պատրաստ է ակնարկում, ասում կա մարդ, ով այդ պնդումը կանի, մենք իր հետ կգնանք դատարան ու կապացուցենք։ Պարոն Ալեքսանյան, համաձայնեք, որ ասենք հիմա ես ասում եմ հրապարակ օրաթերթն է։ Դե հիմա բա կա հրապարակ օրաթերթն է իրականում Վիվարոյի հաշիվներով գումար լիցքավորել, որ Վարդան Ղուկասյանին ընտրեն։ Բայց դուք չեք
պրոյեկտը մեր։ Դե բայց դե ասում եք դժվար է ապացուցել, ասում թող ինչ որ մեկ այդ պնդումը անի, որ մենք է բան անենք։ Հիմա ո՞նց ենք մենք ապացուցում, որ Կարեն Սիմոնյանի թիմը ընտրակաշառք է բաժանել։ Զապիսներով մարդիկ բերան ասում են փող կֆռա, մեզին հենց այնպես մարդիկ են։ Մյուսները չունեն, հիմա ասենք նույնիսկ տեխնացիները։ Ժողովուրդ ջան, մեզ ընտրակաշառք բաժանելու մեջ մեղադրելը աշխարհի ամենավերջին ամբարոյականությունն է, որտեղ մենք երբեք կյանքի եւ ոչ մի պարագայում մեզ թույլ չենք տվել եւ թույլ չենք տա ընտրակաշառք բաժանել, որտեղ մենք ունենք արժե համակարգային խիստ տարանջատում, թե Վարդանիկից, որ ընտրողներին ինչ քֆուր ասես տալիս է այդ զապիսներով հայտնի, թե այս Քոչարյանական մյուս խմբավորումից Կարեն Սիմոնյանի ձեռամբ գործող, որը որ մարդկանց ասում էր մեզ համար կարևոր չէ թե ինչ ում են, իրանց այնց մարդիկ են մեզ պետք որ կարևոր չի թե ում կուզենան, այնքան որ իրանց փող տա։ Որ գաղտնալսեն ինչ կգտնեն, որ գաղտնալսեն այդ մարդկանց հասցեին, փող բաժանող մարդկանց հասցեին, մենակ մի 10 հարգանի հայհոյան կարող է գտնեն, ուրիշ բան չեն կարող գտնել, միանշանակ են ձեզ։ Ուրիշ բան չեն կարող գտնել։ Այդ փող բաժանած, ընտրողների նկատմամբ հայհոյանքներ կիրառած, եւ որ իշխանություն չլինի, ինչ փայլակ ջան։ Անկեղծ դուք գյումրեցի եք, դուք կարող շատ սկանդալային ձայնագրություններ հայտնվել։ Ես ընդհանրապես ես գյումրեցի եմ։ դուք գյումրեցի եք։ Դուք լսել եք որևիցե գյումրեցուց նման բան, որ քան կաշառք կա բաժան։ Չէ։ Շնորհակալություն ազնվության համար, ուրիշ բան չեմ։ Պարոն Ալեքսանյան, Տելեգրամյան ալիքներում տեղեկատվություն է տարածվում, որ ընդդիմությունը պատրաստում է այսպես քաոսային իրավիճակ ու նաև տեղեկատվական դաշտում։ Այսօրվա դեպքերը ազգային ժողովում կարող ենթադրել, որ դրա նախերգանք։ Ենթադրաբար շատ միանշանակ է, երեք այդ հրապարակումը եղավ մամուլում, որ նմանատիպ բան է նախապատրաստում, այսօր սինխրոնացված կերպով ազգային ժողովում լարեցին ու սրեցին իրավիճակը, նույնը փորձեցին անել նաև Երևանի քաղաքապետարանում ու լրիվ ակնհայտ է, որ այս ուղղությամբ քայլեր են ինչ-որ ձեռնարկում։ Տելեգրամյան ալիքներից մեկը արտատպել էին մյուս լրատվամիջոցները։ Եվ նաև Իսկ առաջիկայում ինչքանով չէ, ինչքան ես եմ։ Տելեգրամյան ալիքներում։ Եթե չեմ սխալվում, Բաղրամյան 26-ներ գտնում։ Հա, բանը այն խիստ տարբերվում է այդ ալիքը մյուս տելեգրամյան ալիքներից, օրինակ այն մի հատ ինչ կա, որ նախընտրական շրջանում բոլոր ընդդիմադիր լրատվականները անխտիր ցիտում էին, ինչ էր մեդիա, չէ, ինչ է մեդիապորտ, այն որ բացարձակ ստերի տեզերքի չեմպիոններ ու բացի չկա, բայց նկատեմ խիստ տարբերվում է օրինակ այդ ընդդիմադիր լրատվականներից ցիտած տելեգրամյան ալիքներից դրանով, որ սովորաբար արժանահարող տեղեկատվություններ ա Իշխանական։ Չէ՞ որ բացարձակ ճշմարտությունն է սովորաբար։ Զուտ մեդիապորտը հիշում եք ժողովուրդ։ Ձեր բոլորի լրատվականները համարյա արտատպում են մեդիապորտը։ Դուք հիշում եք ինչ ստել եք տպվում։ Ու հիմա բան է կանում, թե բա իշխանական։ Հա, իշխանական։ Եթե իշխանականները լինի, եթե իշխանամերձելը լինի, այդ վատ բան չի լրատվականի հասցեն։ Ձեզ անկեղծ եմ ասում, որտեղ իշխանամերձ լրատվականները մեդիապորտ չեն արտադրել։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։